Տիկին Գալյան, ես երեկվա միջադեպին եմ ուզում անդրադառնալ, բարոյական կողմը մի կողմ թողնենք, բայց այնտեղ երեխա կար նստած եւ Նիկոլ Փաշինյանը գոռում էր այդ երեխայի ներկայությամբ, այստեղ երեխայի իրավունքների խախտում։ Ես չեմ ուզում որակումներ տալ եւ դրա իրավունքն էլ չունեմ, բայց եթե չեմ սխալվում, հաջորդի վարչապետը հրապարակում է արել այդ միջադեպի հետ կապված եւ կարող եք օրինակ մեջբերել վարչապետի հրապարակումը ինչի մասն է խոսքը ներողություն խնդրելու մասով հիմա դա հարց է թե պնդում է թե ինչ է ես հայտնվեիք ինչ կանեիք այդ ներողությունը կընդունեիք որպես նաեւ մայր ես կմտածեի ինչ անել եւ նույնն էլ խորհուրդ եմ տալիս այդ կնոջը ես չեմ կարող որևէ որակում տալ այն երևույթի մասին որը տեղի ունեցել եւ գնահատականը միջադեպին տվել է հենց վարչապետը, ավել որևէ բան չեմ կարող ասել։ Չի ստվերում են իրավիճակը, որ տեղի է ունեցել, Տիկին Գալյան, տեսեք, բռնության ակնհայտ իրավիճակ էր, երբ որ երեխան վախվորած կպել էր մորը, եւ այդ շատ լավ, պաշտպանության մեխանիզմներ նախատեսված են, Տիկին նախարար, վերջի երկու անգամ ուրախ ավտոբուսի մեջ չեք, ինչ է կատարվում։ Ինչ ներողություն իրավիճակը ներկայացնում ասում եք շատ լավ։ Ես իրավիճակի մասին չէի ասում շատ լավ, ես խոսքը ավարտելուն էի ասում շատ լավ, այո, գուցե ճիշտ է կամ այսինքն շատ լավը տարբեր ձևերով կարող է մեկնաբանել եւ այլևս խնդրում եմ չմիջամտել այն դեպքում, երբ ես խոսում եմ։ Սա չէ բազմից է եւ պետք է հարցեր ուրախ ավտոբուսի վերջի շրջանի շրջակայությունից դուրս եք մնում, ինչն է։ Չէ, դուրս չեմ մնում եւ եղել եմ ուշադիր չեք եղել։ Տիկին նախարար քիչ առաջ հարցադրում արեցի նաև արտոց նախարարական Մարմազյանին ձեզ միտես ուղղել։ Ռոբերտ Քոչարյանը հաճախ է նշում, որ հետամուտ է լինելու Արցախ խաղայերի վերադարձի իրավունքի իրացմանը, որպես մասնագետ խնդրում եմ ասեք, ինչ է ենթադրում, ինչ ազգային իրավունքում վերադարձի իրավունքը եւ ձեզ արդյոք հայտնի են այդպիսի վերադարձներ, որոնք երբևէ օգտվել են վերադարձի իրավունքից։ Ճիշտն ասած, չգիտեմ ինչ նկատի ունի ասողը եւ կարծում եմ, որ լավագույն տարբերակը իրեն հարցնելն է, թե ինչպիսի բովանդակություն է պարունակում ասվածը եւ օրինակ ինչպես է ինքը պատկերացնում դրա իրացվելը, այսինքն եթե կան իրավական մեխանիզմներ, գուցե դրանք կան, ես չեմ ժխտում, բայց կարծում եմ, որ արժե դրանց մասին հրապարակային խոսել, այսինքն հիպոթետիկ ցանկությունների բարձրաձայնումը կարող են բոլորը անել, բայց կոնկրետ ճանապարհային քարտեզի տեսքով ասվածը ներկայացնելը այլ հարց է։ Չեմ կարող ասել։ Վերջինը հասարսուր դեպքը 1 տարեկան երեխային, որ խորթմայրը ծեծել էր, հիմա կալանավորված է, հնարավոր է նմանատիպ դեպքերը գոնե կանխելու կամ չգիտեմ, թիվը նվազեցնելու համար քրեական օրենսգրքում փոփոխություններ իրականացվեն պատժի փոփոխության հետ կապված, որը կարող է չէ որոշակի առումով նաև այս իրավիճակները մեղմացնել։ Ախր առանձին դաշնությամբ սպանության համար նախատեսված է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում, այսինքն դրանից ավել ինչ նախատեսվի քաղաքականություն մշակող մարմնի կողմից, մապատիժ նախատեսվի, չէ, ես ձեզ նորություն պետք է ասեմ, որ Հայաստանը եւ Եվրոպական միությունը եւ Եվրոպայի խորհուրդը մապատժի ձեռքգոտի են եւ մարդու իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ կոնվենցիան դրա լրացուցիչ արձանագրություն մասնավորապես արգելում է մահապատիժը։ Բայց նման դեպքերի կանխարգելման համար ինչ աշխատանքներ են տարվում։ Վերահսկողություն ասին դրա համար։ Մեր գործընկերությունները։ Տիկին նախարար վերադառնալով կրկին մետրոյի միջադեպին, վարչապետը անվտանգության մեծաթիվ աշխատակիցներով, թիմակիցներով մտնում է վագոն, քաղաքացու կամքին հակառակ փորձում է ինչ-որ առարկա, այս դեպքում Հայաստանի Հանրապետության քարտեզի լոգոն, տարբերանշանը առաջարկել, քաղաքացին մերժում է, վարչապետը շարունակում է պնդել, սա չեք կարծում, որ այդպես մեծ թվով ախրանիկներով կնոջ երեխայի նկատմամբ այնուհանդերձ հոգեբանական բռնություն է գործադրվել։
Դուք սա Նարեկ ջան, դուք կարծում եք այդպես։ իմ կարծիքը ես նախարար չեմ, իմ կարծիքը չի հետաքրքրում Շատ մարդկանց։ լավ, ես շատ ուրախ եմ, որ ձեզ հատկապես ձեզ իմ կարծիքը հետաքրքրում է եւ շատ շոյված եմ։ Բայց եթե դուք տեսնում եք քրեորեն հետապնդելի արարք, վարչապետի արարքում, խնդրում եմ հանցագործության մասին հաղորդում ներկայացրեք։ Ես իմ կարծիքը կպահեմ ինձ եւ կասեմ նույնը։ Վարչապետը ինքն է արձանագրել այդ դեպքի բնույթը եւ պատրաստակամություն է հայտնել ներողություն խնդրել։ Եվ ես չեմ կարծում, որ եթե պատկերացումը լիներ այնպեսին, որ ամեն ինչ նորմալ է, նմանատիպ հայտարարության մենք կառերեսվեինք առհասարակ։ Եվ հետեւաբար նորից եմ կրկնում, չեմ անում որևէ մեկնաբանություն, բայց դուք անդադ ինձ ստիպում եք մեկնաբանություն անել։ Ես որևէ կաշկանդվածություն չունեմ։ Ես կրկնում եմ, բացեք վարչապետի պաշտոնական էջը եւ ծանոթացեք բոլոր հրապարակումներին։ Ոչ, ես արդեն այդ մասին Ներողություն տիկին նախարար, այդ մետրոյի միջադեպը արդյոք մտնում է վարչապետի ամեն առավոտ ցույց տրվող այդ ձեռքերով շարժման դրամաբանության մեջ, թե ոչ։ Ես արդեն ասացի, չեմ մեկնաբանելու եւ չեմ շեղվելու այլևս այս սկզբունքից։ Եթե ասում եմ չեմ մեկնաբանելու, չեմ մեկնաբանելու, որքան էլ որ նույն հարցը տակ։ Ինչպես ասում եք, վարչապետը ներողություն է խնդրում, բայց իշխանական լրատվամիջոցները շարունակում են արցախցիների նկատմամբ ատելություն գեներացնել, չգիտեմ ինչ որ հին այսպես գրառումներ են նորից թարմացնում եւ այլն, երբ վարչապետը ներողություն է խնդրել։ Ինչու է իշխանական լրատվամիջոցը նորից արցախցիների նկատմամբ այսպես մենք եթե չեմ սխալվում նախորդ շաբաթ օրը չեմ հիշի, բայց ներառականության մասով շատ մեծ միջոցառում ունեցանք, որը նվիրված էր տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների իրավունքների պաշտպանությանը եւ այնտեղ մեծաքանակ մարդիկ կային, որոնք որ պատրաստ էին եւ արդեն բնակություն էին հաստատել Հայաստանի Հանրապետությունում եւ օգտվում էին այն սոցիալական ծրագրերից, որոնք առաջարկում է հենց կառավարությունը եւ այդ ամենում ես ոչ թե ատելություն նկատեցի իշխանության կողմից կամ առհասարակ վարած քաղաքականության տեսանկյունից, այլ ընդհակառակը հոգատարություն եւ մեծ խնամք եւ մեծ ցանկություն աջակցելու։ Եվ հետեւաբար խնդրում եմ այլևս չփորձել այնպես մեկնաբանել, որ տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների նկատմամբ կարող է որևէ կետում ատելություն գեներացվել, ընդհակառակը կառավարության բոլոր ծրագրերը միտված են հոգատարության ու խնամքի դրսևորմանը, բացեք ծանոթացեք կառավարության ծրագիրը մագարտակով խրախուսվում է։ Մենք տեսել ենք, չէ՞, մարդիկ ինչպես են ցեղասպանությունից այսպես ասած փախել եկել, փրկվել, փախել չէ, ներողություն, բռնի տեղահանվել։ Ու այդ մարդկանց երբ որ ասում են բռնի տեղահանված անձանց հետ կապված այսօր կան եւ գործում են բազմաթիվ ծրագրեր եւ այդ ծրագրերը իրականացվում են կառավարության կողմից, իսկ վարչապետը հանդիսանում է հենց այդ կառավարության ղեկավարը։ Եվ եթե չլիներ, դե հիմա ես դες փաստ եմ ասում։ Դե դուք նույն երևույթի մասին եք խոսում։ Ես չեմ մեկնաբանելու դա, չէ, չի ստացվի ձեզ ներքաշել ինձ այդ խոսակցության մեջ։